Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հազար բարի պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար եւ ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, հունիսի 6-ին ակցիա իրականացրեցիք Ազգային ժողովի դիմաց ընդդեմ Այո, Մատվիենկոյի Հայաստան այցի եւ ինչ տվեց դա, այլևս չեն գա նրանք Հայաստան կամ այլևս այն բացասական գործողությունները, որ անում են Հայաստանի նկատմամբ, այլևս չեն անելու։ գիտեք ինչ այդ հարցերը, որ դուք եք տալիս, բնականաբար ակցիայով չէ, որ լուծվում են եւ դա այն հարցերը չեն, որոնք լուծում ենք մենք, որովհետեւ մենք օժտված չենք իշխանական լիազորություններով, իսկ դա անում են հետևաբար, դա անում են իշխանությունները։ Դե ակցիայի նպատակը հետևապես դա չէր եւ չէր էլ կարող լինել։ Ակցիայի նպատակն այն էր, որ Մատվիենկոն եւ Մատվիենկոները, իսկ մինչ այդ էլ Լավրովը եւ Լավրովները պայմանական իմանան մի կարևոր բան, որ նրանք Հայաստանում ցանկալի հյուր չեն եւ որքան էլ որ նրանց ծաղկեփունջ նվիրեն կամ չգիտեմ կարմիր խալի փռեն կամ սիրուն խոսքեր ասեն, իրենք էլ ասեն, որ խնդիրներ չկան, կա լուրջ խնդրեմ եւ այդ խնդրեմը պահանջում է ինստիտուցիոնալ լուծում, ինչի մասին մենք ձեր եթերներում բազմիցս խոսել ենք, ես էլ փորձել եմ հիմնավորել թե ինչու։ Ահա ընդհանուր ուրվագծերով սա կարող եմ ասել։ Դուք կարծում եք, որ ձեր ակցիան հաջողված էր ոստիկանական պատնեշների եւ ազգային ժողովի դարպասներից այն կողմ Մատվիենկոն պտտվում էր խորհրդարանի շենքում, հայտարարություններ էր անում, որ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի միջև որևէ խնդիր չկա։ Այո, հաջողված էր, որովհետև հաջողվեց մեր վերաբերմունքը հասցնել Մատվիենկոին այն պահին, երբ նա շենքից դուրս եկավ եւ Ալեն Սիմոնյանը նրան ուղեկցեց դեպի ավտոմեքենաների այդ շարասյուն, որ կանգնած էին, որպեսզի գնան իրենց ծրագրով հաջորդ միջոցառմանը, այո, մենք բավականաչափ բարձր էինք վանկարկում, որպեսզի այդ մոտավորապես 100 մետր տարածքը մեր ձայները հաղթահարեին եւ նաեւ մեր պլակատները տեսնեին, նաեւ այո ոստիկանների ներկայությունն ակամայից ավելի մարդաշատ սարքեց այդ մեր բողոքի ցույցը, այդ ամենը շատ լավ երևում էր, եթե նա մեզ էր երևում, մենք էլ իրեն էինք երևում, ձայներն էլ հասնում էին տեղ, այնպես որ այս առումով, այո, ես համարում եմ մեր ակցիան իր նպատակին հասած։ Եվ ինչու Մատվիենկոն Հայաստանում լրագրողների հետ չհանդիպեց ըստ ձեզ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Լավրովը հանդիպեց լրագրողներին եւ այդ լրագրողներից մեկն էլ դուք էիք։ Եվ ես ձեզ էլ Facebook-ով դրվատանքի խոսքեր հասցեագրեցի ձեր տված հարցի համար։ Հիմա ես ձեր հարցին հարցով պատասխանեմ, ինչ եք կարծում, ձեր հարցը հաճելի էր պարոն Լավրովին, թե ոչ։ Իհարկե ոչ։ Հաշվի առնելով մանավանդ, թե ինչպես է Լավրովը վերաբերվում այն դեպքերի ընթացքին, որոնք դուք ձեր հարցում շարադրեցիք։ Լավրովը կարծում է դրա ուղիղ հակառակը, հետևապես գալով մի երկրից, որտեղ նաչալնիկին չեն առարկում եւ մանավանդ երեսին չեն շփացնում, այնպես ինչպես արեցիք դա դուք,
Լավրովի դուրը չեկավ եւ որևէ զարմանալի բան չկա, որ այդ փորձը հաշվի առնելով Մատվիենկոն այսպես ասենք նման փորձությունից որոշեց իրեն հեռու պահի։ Ես որովհետև այլ բացատրություն չունեմ, ավելին մի նկատառում էլ ասեմ, ի վերջո եթե Լավրովն արտգործ նախարար է եւ գլխավորում է մի կառույց, որը իր այսպես ասենք հաղորդակցություններում շատ ավելի զուսպ է ի սկզբանե, հա, ոնց որ եւ ցանկացած դիվանագիտական գերատեսչություն ցանկացած երկրում։ Ապա Մատվիենկոն իբր խորհրդարանի պալատ է գլխավորում, նա պետք է որ ավելի բաց լիներ, եւ սա էլ ավելի է այսպես որպես լրացուցիչ փաստարկ է այն ամենին, ինչ ես ասացի, այն վարկածին, այսպես ասենք, որը ես ի պատասխան ձեր հարցի առաջ քաշեցի։ Տեսեք, դուք ասում եք խնդիրներ կան եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոին խնդրել է Վլադիմիր Պուտինին փոխանցել հետեւյալ խոսքերը։ Մատվիենկոն ասել է Նիկոլ Վովայևիչը հատուկ ընդգծեց, որ անկախ ինչ-ինչ հերյուրանքներից ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ միշտ ունեցել է, ունի եւ շարունակում է ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ եւ ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ։ Գիտեք ինչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ Մատվիենկոն քաղաքական փորձագետներ չեն, որպեսզի մենք նրանց հայտարարությունները որպես վերլուծություն, հա, կամ որպես վերլուծության եզրակացություն ընկալենք եւ մոտենանք այդ հայտարարություններին այդպես։ Նրանք քաղաքական գործիչներ են, նրանց այդ հայտարարությունները պետք է դիտարկել հենց որպես քաղաքական դիվանագիտական։ Իսկ նաև դիվանագիտությունը ոչ միայն նրա համար է, որպեսզի ասվի թե ինչ կա, նաև նրա համար է, որպեսզի քողարկվի այն ինչ կա։ Եվ ավելի շատ երկրորդը մանավանդ ներկայիս այս խառնակ ժամանակներում։ Եվ մանավանդ այնպիսի խոցելի աշխարհագրություն ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ Եվ նաև այնպիսի այսպես պրոբլեմային նյութի մասին է երբ խոսքը գնում, ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները հիմա 25 թվականի հունիսի 6-ի դրությամբ։ Հետևաբար պետք է շատ մեծ վերապահումներով այս ամենին մոտենալ, իսկ եթե խոսենք այսպես փորձագիտական հարթության վրա, պարոն Կիրակոսյան, ապա պետք է ասել հետևյալը, այսօր Հայաստանը բազմաթիվ պրոբլեմներ ունի եւ Հայաստանի շահերից չի բխում եւ չի բխի, որ հիմա մենք Ռուսաստանի հետ ունենանք հարաբերություններ կոնֆլիկտային կամ առճակատման տրամաբանության մեջ, որքան էլ որ մենք ունենք խնդիրներ, իսկ մենք լրջագույն խնդիրներ ունենք, որովհետեւ մենք Ռուսաստանի հետ ֆիքսել ենք, որ մենք չունենք ընդհանուր շահեր, չունենք ընդհանուր նպատակներ եւ չունենք ընդհանուր արժեքներ։ Սա փաստ է ուղղակի։ Եվ սա ֆիքսվել է ոչ թե այսօր, սա ֆիքսվեց վերջնականապես 23 թվականի սեպտեմբերին, ներողություն 22 թվականի սեպտեմբերին։ Եվ շարունակվում է մինչ օրս ստանալով հավելյալ հիմնավորումներ արդեն դեպքերի ընթացքում։ Հետևաբար, այո, Ռուսաստանը մեզ որևէ օգուտ չի կարող տալ, կարող է տալ վնասներ։ Եվ իշխանության տրամաբանության մեջ այդ վնասներից խուսափելու համար պետք է всё хорошо, прекрасная маркиза տրամաբանության մեջ
վարել գործերը, նույնիսկ եթե նիչիվո խառոշևը, հա, դե Ռուսաստանին էլ ձեռ չի տալիս Հայաստանին խրտնեցնել այն ժամանակ, երբ ամբողջությամբ Ռուսաստանը թաթախված է պատերազմի մեջ Ուկրաինայի հետ եւ այդ պատերազմը գնում է եւ գնալու է շատ անհաջող Ռուսաստանի համար։ Դրա համար այսպես ասենք տակտիկապես երկուսի շահերն էլ համընկել են մի բանում, որ ինչ որ sense շփումներ շարունակեն, ինչ որ գան, ստից հավաքվեն, ժպտան, հուշարձան, գան, ծաղկե փունջ, ժպտան, ասեն, որ պրոբլեմ չկա։ Այս պահի դերությամբ եւ դեռ որոշ ժամանակ էլ դա ձեռնտու կլինի, բայց երբ իրավիճակը փոխվի, դե ուրեմն կփոխվի, այլ բան կլինի, երբ շահերը թեկուզ կարճաժամկետ շահերը այլ բան թելադրեն։ Ես չեմ ասում սա, որովհետև այս ամենն իմ սրտով է, ես ասում եմ իրավիճակն այսպիսին է, որովհետև ես այսպիսին եմ տեսնում երկու պետությունների իշխանությունների տրամաբանություն։ Պարոն Կիրակոսյան, Պարոն Մերաբյան, բայց ձեր ակցիային զուգահեռ մեկ այլ ակցիա էլ կար, որ դե ակցիա չէր։ Հայաստանի հարցս վերջացնեմ, Հայաստանի Այո։ քաղաքացիներ ողջունում էին Տիկին Մատվիենկոյին Երևանում։ Հիմա Այո, կարող են լինել 3 միլիոն քիչ չի, մարդիկ, որոնք կողմ են, մարդիկ, որոնք դեմ են։ տեսեք, ի սկզբանե որ ինչ որ դուք ասում եք, դա այո կարող է լինել եւ դա նորմալ է, ի վերջո մենք միատար հասարակություն չենք եւ փառք Աստծո, դրա համար էլ մեզ մոտ, այսպես ասենք, ժողովրդավարությունը մեր հանրության նվաճումներից մեկն է եւ դա փաստ է եւ դրա բազան հենց այն է, որ մեր հասարակության մեջ տարբեր մտածող սեգմենտներ կան, սակայն խոսքը չի վերաբերում այսպես կոչված ցույցին, որը դուք ցույց կոչեցիք, որովհետև դա ցույց էր ոչ թե Մատվիենկոյի համար, այլ ցույցի փորձ էր ընդդեմ մեզ, որը հետո մենք պարզեցինք կազմակերպել էր Մոսկվայում ծավալած եւ հետախուզման մեջ գտնվող մի դժբախտ, մի արարած Արշակ Կարապետյան եւ իր կողմից ուղարկված մի քանի հոգի մարդիկ էին, որոնք իրենց փորձում էին մի քիչ լավ չպահել, սադրել, ավել պակաս խոսել, ավել պակաս բաներ իրենց թույլ տալ, մենք չտրվեցինք այդ ամենին, ճանապարհեցինք, գնացին եւ ոստիկաններն էլ իրենց այդ մասով բավականին համարժեք դրսևորեցին, ընդհանրապես դա էր, բայց սա նաև արվեց տեղեկատվական առիթ տալու համար, որոշ անբարոյական լրատվամիջոցների նշելու համար, որ ահա միաժամանակ երկու ակցիա տեղի ունեցավ եւ այլն եւ այդպես շարունակ, դա էլ թողնում է մարդն իրենց խղճին։ Իդեպ ակցիայի ժամանակ ձեր կուսակցության ղեկավարը ինչու էր թիրախավորել լրագրողին, դա ժողովրդավար է, Որտեղ էր թիրախավորել, ազգային ինչով էր ժողովի դիմաց, թիրախավորել, անվանելով գործակալ, գործիք, դա ժողովրդավար է լրատվամիջոցին միանգամից այդպես ճնշել, չէ՞ որ դուք արևմտյան ուժ եք, որը ժողովրդավարության կողմնակից է, խոսքի ազատության, բազմակարծության կողմնակից է։ Տեսեք, պարոն Կիրակոսյան, մենք ձեր եթերներում եւս բազմիցս խոսել ենք այն մասին, որ այո Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այդ թվում նաև ներհայաստանյան գործիքակազմով։ Եվ այդ գործիքակազմը բաղկացած է նաև
որոշ այսպես կոչված լրատվամիջոցներից, որոշ այսպես կոչված կուսակցություններից, որոշ այսպես կոչված քաղաքական եւ հասարակական գործիչներից, որոնք այո այս հիբրիդային պատերազմում ընդդեմ Հայաստանի գործում են Հայաստանի դեմ։ Եվ պարոն Բաբաջանյանը ընդամենը դրան մատնացույց արեց։ Դա եթե դուք կոչում եք թիրախավորում, ես չեմ ուզում ձեզ ոնց որ հետ համոզեմ կամ ձեր համոզմունքը փոխեմ, բայց ես հիմնավորեցի, թե ինչի մասին էր խոսքը։ Պարոն Մերաբյան, այլ թեմաների անդրադառնանք։ Եթե Նիկոլ Անեց։ Փաշինյանը մինչ այս հարցադրումներ էր անում ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի նա պատասխանի զավակ ունի թե ոչ, այս արդեն հունիսի 6-ից հստակ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը զավակ ունի եւ ասում է այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ակնհայտ է երկու բան, որ Հայաստանում կա այսպես մի բազմաշերտ ճգնաժամ, որը վերաբերվում է պետություն կրոն հարաբերություններին։ Մեզ մոտ պետության եւ եկեղեցու սեկուլյար համակեցության սկզբունքը խախտված է։ Դա ունի իր նախապատմությունը, ես մամուլի հետ իմ շփումներում առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին։ Հայաստանն իր անկախության առաջին իսկ օրվանից որդեգրեց այդ սկզբունքը։ Սակայն եկեք հիշենք, որ այն ժամանակ ով էր մեր կաթողիկոսը, երջանկահիշատակ Վազգեն առաջինը, որը ուներ անվերապահ հեղինակություն հասարակության մեջ եւ նա տասնամյակներ էր ինչ գլխավորում էր հայ առաքելական եկեղեցին եւ իր ծառայությամբ իրոք մեծ հարգանք էր վաստակել, ձեռք բերել եւ վաստակել սովետական Հայաստանի հանրության մոտ, որն էլ եւ սկսեց այդ 88-ի շարժումը, չէ, եւ որն էլ բերեց անկախության եւ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը շարունակեց իր ծառայությունը նաեւ անկախ Հայաստանի առաջին տարիներին եւ նա կանգնեց այդ անկախության գաղափարի կողքին, դարձավ այդ գաղափարի կրողը եւ նաեւ բազմաթիվ առիթներով իր ուղերձները հղեց հանրությանը այն ժամանակվա այդ բարդ ժամանակահատվածում ճիշտ կողմնորոշվելու համար, հա։ Եվ այո, սկզբունք, բայց տեսեք Վազգեն առաջինը հրավիրվում էր դե այն ժամանակ ազգային ժողով չէր, գերագույն խորհուրդ էր նիստերին, նա այնտեղ էր ելույթ ունենում, օրհնության խոսքեր ասում, չգիտեմ, խրատական խոսքեր ասում, իր պատկերացումներ ասում։ Իրենից հետո այդ տեսեք, ֆորմալ առումով, այո, եկեղեցին պետության այդ ձևավորման ժամանակաշրջանում ունեցավ բավականին մեծ եւ այո դրական դեր, բայց Վազգեն առաջինից հետո դա իներցիայով շարունակվեց նաեւ Գարեգին կաթողիկոսի ուրեմն պաշտոնավարման կամ գահակալության օրոք եւս եւ այո Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսը այսպես ասենք ժառանգականություն ապահովեց իր ուժերի ներածին չափով, որքանով որ թույլ տվեց նաեւ այն ժամանակը, որին նա տնօրինում էր այդ ընթացքում եւ հասավ մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը
Եվ մենք post factum հիմա կարող ենք փաստել, որ այդ օրը մեր կրկնակի ողբերգության օր էր, որովհետև մենք այդ օրը բախվեցինք պետության գլխատման փաստի հետ, ինչ որ մի փեդի գլուխ էլ, որ ընդվզում էր կոչում, վերջերս, մի կողմից, եւ հլ մի բան էլ սպառնում էր դրա կրկնությամբ, ասում էր դառնա սրբության սրբոց։ Եվ երկրորդը, այո, փաստորեն երկրում այդ ժամանակ արդեն կոնսոլիդացվեց կրիմինալ դիկտատուրան եւ նրա հետ նաեւ սերտ աճեց եկեղեցին։ Եվ այդ համաձուլվածքը իսկ նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր ասում, որ այո, եկեղեցին նաեւ խոշոր տնտեսվարող է Հայաստանի տնտեսության մեջ եւ քվոտաներ ունի այդ Չէ, բայց օլիգարխիկ աշխուժների մեջ։ Լսեք։ Ինքն էր ասում։ Եվ դա այո իրականություն է։ Ամենայն դեպս որևէ մեկը պարոն Բագրատյանին չհերքեց այն ժամանակ։ Հետո որ եղավ հեղափոխություն, այդ համաձուլվածքի պետության մասը սկսեց փոխվել, բայց եկեղեցական մասը մնացել է անփոփոխ եւ այն կոնֆլիկտը, որի ղալմաղալը հիմա մենք լսում ենք, իսկ մակերեսին ղալմաղալն է, հա, այս պահին, բայց խորը արմատներ ունի։ Այո, այս կոնֆլիկտը ունի համակարգային բնույթ, արժե համակարգային բնույթ, նույնիսկ եթե կուզեք։ Հետևաբար այս եթերային աղմուկը, որը մենք տեսնում ենք այս կոնֆլիկտի ընթացքում, սա, այսպես ասենք, այսբերգի երևացող մասն է։ Ի վերջո, այո, ես կարծում, պետք է մի հատ գույքագրել մեր օրենսդրությունը, այդ օրենսդրությունը, որը վերաբերվում է եկեղեցի պետություն հարաբերություններին։ Արեք Նիկոլ Փաշինյանի մասին խոսենք։ Ես իրավաբան չեմ, որ ասեմ ինչը ոնց արվի։ Չգիտեմ, ես այդ գիտելիքները չունեմ, բայց եթե թերություններ կան, այո, դա պետք է լրամշակվի։ Մեկ եւ երկրորդը, եթե կա սկզբունք ըստ որի եկեղեցին պետությունից անջատ է, իսկ եկեղեցականը մտնում է քաղաքական կյանքի մեջ, ապա օրենքը պետք է գնա նրա հետևից, այլ ոչ թե դիսկուսիաներ ծավալվեն, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Սրա մասին է խոսքը։ Դուք հարցում եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ պնդում է Գարեգին Բեն երկրորդ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, այս պնդումը ձեր մոտ տարակուսանք չի առաջացնում։ Ինչի համար։ Ով է հայտարարողը։ Գիտեք ինչ, այս հարցը, որ բարձրացվում է, այս հարցը պետք է ունենա պատասխան։ Ասենք Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հարցին պատասխանի, այո թե ոչ։ Գարեգին երկրորդը չի պատասխանում, Գարեգին երկրորդը, եթե չեմ սխալվում, եպիսկոպոսած ժողով է հրավիրում, եւ այդ ժողովն էլ չի պատասխանում, Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան չպատասխանածի գրում է այն գրառումը, որը դուք մեջ բերում եք։ Հիմա սրան ինչ կհետևի, կապրենք կտեսնենք։ Սա այսպես ստոպ կադրում ինչ որ հիմա այս պահին իրավիճակ է, որ առավոտյան կարող է օրինակ, հա, կարող է լինել այլ իրավիճակ։ Այնպես որ այդ հարցը պետք է ստանա պատասխան։ Որովհետև տեսեք, հարցը միայն այն չէ, որ ի վերջո Գարեգին երկրորդն ունի զավակ, թե չունի զավակ, հա։ Խնդիր չկա, էլի։ Դուք զավակ չունեք, ճիշտ է։ Ես ունեմ։ Շուտով կարող է թոռնիկ էլ ունենամ, խնդիր չի,
դա չի խնդիր։ Դա բարևարկության խնդիր։ Եթե Factor TV-ում աշխատելու համար դու կուսակրոնության ուխտ ընդունես ու ամուսնանաս եւ երեխա ունենաս, այդ ժամանակ նույն հարցը կդրվի քո առաջ։ Որովհետեւ բոլորին պետքա ձեր լրատվամիջոցից օգտվողների պետքա պարզ դառնա, չէ՞, դու իրենց խաբել ես, թե չես խաբել։ Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը այդ տեղեկությունները այնպես չէ, որ ինչը նաև մամուլում է հրապարակվում, նոր է իմացել, նոր է գլխի ընկել։ Վերջին այս 5 օրվա ընթացքում նա հստակ թիրախավորել է հոգևոր դասին եւ ամենօրյա այսպես ռեժիմով գրառումներ է կատարում։ Այստեղ մի բան այն չի, ինչ է հետապնդում քաղաքական իշխանությունը։ Պարոն Կիրակոսյան, չի թիրախավորել։ Այո, ի վերջո, տեսեք, կրկնեմ, Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Կուսակրոնություն պահպանելը եւ չպահպանելը դա եկեղեցական բարևարկության հարց է, ճիշտ է։ Դա եթե խախտվում է, դա նշանակում է ոչ բարևարկություն։ Իսկ դա էլ նշանակում է, որ մենք գիտենք հատուկ ծառայությունները, այո, դա կարողանում են օգտագործել շանտաժի համար հավաքագրելու նպատակով։ Որ երկրի հատուկ ծառայությունները։ Իհարկե Ռուսաստան։ Այսինքն դուք պնդում եք, որ ռուսական հատուկ ծառայությունները Գարեգին Չորտին շանտաժ են ենթարկում։ Այո, նրա եղբայրը Ռուսաստանում է գլխավորում հայ առաքելական եկեղեցի։ Հիշեցնեմ, որ լսեք, նրա եղբայրը, այո, կոչվում էր ոնց Նոր Նախիջևանի եւ համայն Ռուսիո թեմի առաջնորդն է, ճիշտ է։ Մենք գիտենք Ռուսաստանում ինչ բարքեր են տիրում, ռուս եկեղեցին ուղափառ, որը վերածվել է մի հակաքրիստոնեական նեկրոֆիլ մի աղանդի, դարձել է FSB-ի ստորաբաժան։ Ռուսաստանում այդ ֆաշիստական կարգերում, այո, այդ ահռելի համայնքը եկեղեցական կառավարելու համար այլ տարբերակ չի մնում, քան ենթարկվել ռուսական ֆաշիստական պետության։ Բայց մենք արդեն ռուսական եկեղեցի մտանք, դուք ասում եք կաթողիկոսին շանտաժ է անում ռուսական հատուկ ծառայությունը։ Ես ասում եմ կարող է շանտաժ անել օգտագործելով իր ոչ բարևարկությունը։ Մեկ եւ երկրորդն էլ այո, նաեւ եղբոր միջոցով շանտաժ անել։ Այո, որովհետեւ եղբոր կողմից էլ մենք տեսանք ընդհանրապես մի անընդունելի մի բան, անընդունելին էլ որն էր մի քրեական հեղինակություն, որը հայերին հավաքագրում եւ տանում էր Ուկրաինայի դեմ կռվելու, մի սերիական մարդասպան սկզբից օրհնում է իրեն։ Հետո տեղի է ունենում մի ինչ-որ կրիմինալ ռազմբորկա Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում նրան պայթեցնում է, սպանում է։ Եվ այդ նույն արքեպիսկոպոսը դա կոչում է հանցագործություն մարդկության դեմ, մեջբերման ավարտը։ Սա խոսում է անառողջ իրավիճակի մասին, որը մենք ունենք, եւ այո, այդ անառողջությունը այո գալիս է երկու բանից։ Ռուսական պետության ներքին ֆաշիզմից մեկ եւ Ռուսաստանի նեոկայսերապաշտական նկրտումներից ընդդեմ Հայաստանի։ Այո, այդ երկուսը այո մեզ հուշում է մի բան, որ Ռուսաստանի գործունեությունը Հայաստանում սպառնալիք է, այդ թվում նաև գործիքավորելով մեր հոգևորականության մի որոշ սեգմենտ։ Եվ այո, բարևարկությունը այս պարագայում նաև անվտանգություն է, պարոն Կիրակոսյան։ Որովհետև երբ որ կներեք, որովհետև երբ դուք ունեք պատշաճ բարևարկություն, ապա դուք պաշտպանված եք շանտաժի հնարավորությունից։
Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, շատ կարևոր, հայ առաքելական եկեղեցին դա գլոբալ կառույց է, ունի թեմեր աշխարհի 5 մայրցամաքներում։ Եվ ունի կենտրոն Սուրբ Էջմիածնում, որը Հայաստանի Հանրապետության ներսում է։ Հետևաբար, այո, մեր հոգևորականությունը կարող է թիրախավորվել Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների, հատուկ ծառայությունների կողմից։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, անբարևարությունը շանտաժի հնարավորություն օգտագործելու եղանակով, այո, Փաշինյանը այդտեղ ես 100% ճիշտ եմ համարում, որ գրում է հետևյալը. բարևարկության հարցով Հայաստանի Հանրապետությունը, այո, պետք է ունենա վճռորոշ խոսքի իրավունք եւ շեշտելով, որ դա ազգային անվտանգության հարց է, պարոն Կիրակոս։ Բայց չեք կարծում, որ Փաշինյանի այս 7-8 տարվա լռությունը, եթե իսկապես այն ինչի մասին խոսում է, դա իրականությանը համապատասխանում է, դրա մասին 7 տարի լռել եւ հիմա նոր խոսել, դա եւս անազնիվ չէ, դա եւս ինչ որ առումով անբարո չէ այդ փաստը, եթե ճշմարտություն է պահել եւ ըստ քաղաքական նպատակահարմարության բերել մեջտեղ։ Տեսեք, քաղաքականություն է սա քաղաքականություն է, իսկ դա նշանակում է քաղաքականությունը հնարավորի արվեստ։ Հիմա դուք եթե դա ուզում եք գնահատել որպես անբարո, ինչ ասացիք հետո, մի խոսքով, ինչպես, հա, անազնիվ, անբարո, ինչ որ քայլ կամ մոտեցում, ես չեմ կարող ձեզ հետ վիճել կամ փորձել ձեզ համոզել հակառակում, բայց ես հակված եմ դիտարկելու հետևյալ ձևը, որ սա այո քաղաքականություն է, քաղաքականություն հնարավորի արվեստ է։ Այն է, այո 7 տարի առաջ հնարավոր չէր այս հարցին մոտենալ, հնարավոր չէր, որովհետև կային լիքը ուրիշ հարցեր, 5 տարի առաջ հնարավոր չէր, 4 տարի, 3 տարի, այսօր դարձավ հնարավոր, հա, ոնց որ Բայց հիմա ավելի լավ չէ մեր երկրի վիճակը, անվտանգային լրջագույն խնդիրներ, Սյունիքից 2 տղա անց է հասել էին ադրբեջանական կողմով, հետև սահմանների եւ վերադարձվեցին, իդեպ Փառք Աստծո, այո, սա շատ դրական լուր է, որը մենք ստացանք, ժամեր ընդամենը պահանջվեց այս ամենը իրականություն դարձնելու համար, ինչը ես շատ դրական զարգացում համարում, այո, դա եղել է պատահականություն եւ շատ լավ է, որ ամեն ինչն այդպես ավարտվեց։ Այսինքն ես չեմ կարծում, հիմա ավելի վատ վիճակում չի Հայաստանը եւ չկա ժամ։ Տեսեք, 20 թվականից հետո, երբ նայում ենք այդ 20 թվականից մինչև այս օրը, չէ, երևի թե հիմա ամենա բարվոք վիճակն է, որում է Հայաստանի Հանրապետություն։ Հենց հիմա։ Ավելի բարվոք, քան 20-ի նոյեմբերի 9-10-ի վիճակով էր։ 21-ի, 22-ի, 23-ի, այո, նույնիսկ 24-ի։ Հիմա այո, ավելի բարվոք վիճակ։ Բայց կրակում են ուղղակի Սյունիքի վրա, դրա բարվոքը ո՞րն է։ Սյունիքի վրա չէ, Սյունիքի կողքերն են կրակում եւ այո դա մտահոգիչ է, բայց դրանով հանդերձ դրանք աննպատակ կրակոցներ են, ոչ թիրախային կրակոցներ են եւ այդ ամենը մոնիթորինգի տակ է։ Ընդ որում ոչ միայն մեր սահմանապահների, մեր բանակի, այլև եվրոպացի դիտորդների ուշադրության ներքո։ Երբ այդ ամենը մի երկու անգամ այո եղել է թիրախային եւս, այն էլ ոչ մարդկանց ուղղությամբ,
Մենք ի վերջո այո, մենք Ադրբեջանի հարևանն ենք, Ադրբեջանի պահվածքը այո այսպեսին։ Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, նույնիսկ հիմա, երբ պայմանագրի տեքստը համաձայնեցված է, չի ուզում եւ պետք է հանգամանքները եւ համառությունը մեր եւ միջազգային հանրության ստիպի Ադրբեջանին գնալ ստորագրման, ինչը բխում է մեր շահերից։ Սա պայքար է, պարոն Կիրակոսյան։ Բայց եթե մենք խոսում ենք անվտանգության վիճակից համեմատության մեջ, ես կրկնում եմ եւ պնդում, որ 20 թվականից մինչև հիմա ընկած ժամանակաշրջանում մեր անվտանգությունը հիմա ամենաբարվոք վիճակում է։ Դե Նիկոլ Փաշինյանի համար հիմա լավագույն ժամանակներն են, նա ադրբեջանցիներին Կուրթան Բայրամը ինչ է դրա արդիվ է նաև շնորհավորում։ Դա գիտեք ինչ, Էրդողանի հետ խոսակցություն եղավ հեռախոսային, ընդ որում հենց ֆորմալ առիթը ենթադրում են, հա, ֆորմալ առիթը այո այդ Գուրբան Բայրամ տոններ, հա, կամ Իդալ Աթհա, ինչպես արաբներն են ասում։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ նաեւ Փաշինյանին է շնորհավորել, բայց ավելի քաղաքական, այսպես առիթով, դա 26 թվականի գարնանը այդ համաեվրոպական գագաթնաժողովի կամ եվրոպական քաղաքական ընկերակցության համաժողովի անցկացումը Երևանում այդ որոշման կապակցությամբ եւ խոսել են երկուստեք հետաքրքրող հարցեր։ Այլ է հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ես վստահ չեմ, որ Փաշինյանի այս քայլը պատշաճ կերպով կգնահատվի Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Իդեպ ես նայել եմ Telegram-ով ադրբեջանական ալիքները եւ դե ընթերցում է հասարակությունը, չէ, հասարակությունը հենց դրական հիմնականում, հա, դեն բաների, չէ, վերաբերմունքի տարբեր ձևեր կան, դրականներ գերակայողը, հա, այսպես ասենք։ Բայց ղեկավարությունը պատշաճորեն գնահատի սա թե չէ, ես չգիտեմ նույնիսկ չեմ կարող վերջնական վերաբերմունք դեռ չի ձևավորվել, ես սա ժամանակավրեպ եմ համարում, թե ոչ, էլի։ Որովհետև մարգարիտները խոզերի առաջ լցնելը որքանով է խելամիտ, ես չգիտեմ։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցադրության համար։